Պիտի խնդրենք ֆորումից խոսեք եւ նաեւ ասեք ինչպես եք գնահատում Հայաստանի թվայնացման ընթացքը ֆինանսական եւ պետական կառավարման։ Այս ֆորումը, որ անվանել ենք Finovate Armenia նորարարական ոճով, կազմակերպվում է Կենտրոնական բանկի աջակցությամբ Plus հայտնի ֆորում կազմակերպող ընկերության կողմից, մասնակցում են Հայաստանի ֆինանսական կազմակերպություններից բազմաթիվ ընկերություններ, տեխնոլոգիական ընկերություններ, ու այս ֆորումը շատ կարևոր է, որ տեխնոլոգիական, ֆինանսական ընկերությունները, կառավարման մարմինների ներկայացուցիչները, կարգավորող մարմինները հավաքվում են քննարկելու նորարարությունը, տեխնոլոգիական վերջին զարգացումների ներդրումը ոլորտում եւ սպասում ենք շատ հետաքրքիր ներկայացումներ, տաղավարները եւս շատ լավ ներկայացված են հայկական եւ ոչ միայն հայկական ընկերությունների կողմից։ Երկրորդ հարցը տեխնոլոգիական թվայնացման գործընթացը Հայաստանում գնում է շատ նորմալ տեմպերով, ինստիտուցիոնալ մակարդակի վրա է բարձրացված, գուցե լուծումները արագ չեն ստացվում, բայց կատարվում է համընդհանուր ճարտարապետության վերափոխում, փոխգործելիության տեսանկյունից, նույնականացման տեսանկյունից, որը շատ կարևոր է, կիբերանվտանգության ստանդարտների ներդրման տեսանկյունից եւ այդ ներքևի մակարդակում կատարվող աշխատանքը գուցե օգտատերերի, օգտվողների եւ բիզնեսների համար շատ տեսանելի չեն, բայց ես հույս ունեմ, որ թվայնացման այդ օրակարգը առաջանցիկ տեմպերով արդեն պրոդուկտներ է տալու, արդյունքներ է տալու մարդկանց կյանքի վրա ազդող արդյունքներ։ Եվ արհեստական բանականության կիրառությունը այս պարագայում ինչով է խոչընդոտում կամ օգնում, հա, այլ ավելի արագացնում։ Շատ բարդ լայն հարց է, արհեստական բանականության գործիքները կիրառվում են բնականաբար ամենուրեք մեր ընկերությունների կողմից, մենք բոլորս կիրառում ենք ռիսկերը արհեստական բանականությունից բխող եւ կիբերանվտանգության ռիսկերը եւ բազմաթիվ այլ ռիսկեր այն կառույցներում, որոնք շատ կարևոր են, այդտեղ պետք է պահպանվեն, որովհետեւ արհեստական բանականությունը կիրառել հասարակ փոքր հարցերը քննարկելու առանց տվյալներ տալու մի բան է, իսկ հաճախորդների տվյալներ եթե կան, եթե կարգավորող մարմիններ են, որտեղ կան գաղտնի ինֆորմացիա, այդտեղ խնդիրը բարդանում է, դա չի նշանակում, որ մենք պետք է միայն զգուշավորության տեսանկյունից նայենք դրան, անպայման հնարավորությունների, որը արտադրողականության մեծ աճ կարող է բերել եւ կառավարման մարմիններում եւ ֆինանսական ծառայություններ մատուցողների մոտ։ Ճիշտ ասած թիվը չգիտեմ, տասնյակներ են, կարող է 100-ից ավելի լինի, թիվը չեմ կարող այսպես ասել, երևի մի 30% ներկաներից ընկերություններից արտասահմանյան ընկերություններ են, այդ ներկայացվածության տեսանկյունից, մասնակիցների տեսանկյունից, որպես անձինք, մենք 1500 կարծեմ մասնակից կա, որոնց երևի 1/3-ը էլի դրսից է։ Խաչատյան նոր կարգավորումները, որոնք օրինագծի փուլում են, տեղեկատվական համակարգերի մասին օրենքի, դրանք ինչ համապատասխանության ծախսեր կամ աշխատանքներ compliance-ի, ինչ են նախատեսում ֆինանսական համակարգի համար եւ նաեւ միջազգային ֆինանսական գործընկերների հետ հարաբերություններում։ Այդ քրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության մասով այնտեղ կան կարգավորումներ։ Տեսեք, այս քրիտիկական ենթակառուցվածքները գնալով մեծ դեր են խաղում մեր ոչ միայն արտադրողականության process-ները, այլև բյուջեներում էլ, դա ծախսատար բաներ են, դա պահանջում են մասնագետներ, պահանջում են տեխնոլոգիաներ եւ փոխգործելիությունը այլ օտարերկրյա գործընկերների հետ եւս կարեւոր է, ստանդարտների պահպանումը շատ կարեւոր է, չեմ ուզում շատ մանրուքների մեջ խորանալ, մենք տեխնոլոգիական նույնիսկ պատերազմների աշխարհում ենք գտնվում, որ տարբեր տեխնոլոգիական պլատֆորմներ տարբեր աշխարհի մասերում ոնց որ մրցակցում են, մենք մի երկիր ենք, որ ուզում ենք համագործակցել բոլորի հետ, իսկ երկրի ներսում մենք որպես փոքր երկիր մենք պետք է ունենանք փոխգործելի
աշխատող եւ հնարավորինս ծախսատարության տեսանկյունից ընդունելի տեխնոլոգիաներ, անվտանգությունը պահպանված որպես անքննարկելի չբանակցվող հարց։ Եվ այդ PSD2 դիրեկտիվայի ներդրումը դա բաց բանկինգի, բաց ֆինանսների դիրեկտիվան է, որի վրա մենք աշխատում ենք, նորությունները կլինեն մոտակայքում։ Կլինեն ինչ-որ նմանատիպ բաներ, բայց մենք դրա ընթացքում ենք կոնկրետ մշակման, հենց այս պահին Կենտրոնական բանկում։ Շատ շնորհակալություն, ստեսի։ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան։